Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Սամանային կրակոցներ Մովսես գյուղում մայիսի 13-ի առավոտյան ադրբեջանական կողմից ինտենսիվ կրակոցներ են եղել։ Բնակիչներն են պնդել, ասում են, մինչև հիմա գիշերներն էին կրակում, հիմա արդեն առավոտյան 15-ից 20 րոպե ինտենսիվ կրակել են։ Պաշտպանության նախարարությունից մեկնաբանելով լուրը, լրատվամիջոցներին ասել են, թե սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն ոչ թիրախային կրակոցներ։ Հրադադարի ինտենսիվ կամ նպատակային թիրախային խախտումների պարագայում հանդես են գալիս պաշտոնական հաղորդագրություններով։ Իշխանության ներկայացուցիչներն են անդրադարձել վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հայկական գյուղերի վրա արձակված կրակոցներին։ ՔՊԱ-ական падգամավորները համարում են, որ այդ կրակոցների նպատակներից մեկը հանրային անդորրը խաթարելն է։ Միևնույն ժամանակ ՔՊԱ-ականները կոչ են անում լրատվամիջոցների ներկայացուցիչներին խուճապ չտարածել հանրության շրջանում։ Ես հույս ունեմ, որ մեր ժողովուրդը շատ ամուր նյարդեր ունի եւ չի տրվի ադրբեջանական սադրանքներին, որովհետեւ այդ կրակոցները նաեւ նպատակ են հետապնդում խաթարել հանրային անդորրը մեր հասարակության մեջ։ Մարտի 13-ին պաշտպանության նախարար Պապիկյանը Բերլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանը, հայտնել են պաշտպանության նախարարությունից։ Հանդիպման ընթացքում մասնակից երկրների ներկայացուցիչները քննարկելու են ՄԱԿ-ի խաղաղապահության առկա մարտահրավերները եւ դրանց հաղթահարման նպատակով նախատեսվող խաղաղապահության գործընթացի բարեփոխման առաջնահերթությունները։ Պուտինը պատրաստվում է Թեհրան գնալ դիվանագիտական այս խառը անցուդարձի պայմաններում, երբ Կիևի հետ բառացիորեն Ստամբուլում հանդիպման խոսք է գնում ու ընդհանուր առմամբ արևմուտքի հետ հարաբերությունները պարզելու ակտիվ երկխոսության փուլ է։ Թեհրանը սպասում է Ռուսաստանի նախագահ Պուտինի այցին, նախապատրաստական աշխատանքներ են տարվում, պաշտոնական Իրանն է հաստատում, ժամկետների ու օրակարգի մասին կողմերը լուռ են։ Այն, որ 2025-ին Պուտինի այց է նախատեսված Թեհրան, դեռ ապրիլին Իրանի արտգործնախարար Արաղչին Մոսկվային բանակցություններից հետո էր ասել, որն է այցի նպատակը, կողմերը փոխադարձաբար ժամացույցներն են ստուգելու։ Քաղաքագետն է ասում, Իրանը չի կարող լուսանցքում մնալ Ռուսաստան-արևմուտք հարաբերությունների այս փուլում, որովհետև բացի ռուս-ուկրաինական ճակատից, այս կողմերը պարզելու այլ հարցեր էլ ունեն։ Խնդիրը միայն Ուկրաինան չէ, Ռուսաստանի եւ Արևմուտքի միջև այդ գլոբալ առճակատման մի քանի թեժ օջախներ կան, որոնցից մեկն է Իրանն է, Հարավային Կովկասն է։ Ես կարծում եմ Ռուսաստանի համար կարևոր է հասկանալ, թե ինչ վերաբերմունք է ունենալու Արևմուտքը միջին միջանցքի հետ կապված, Իրանի հետ կապված, կենտրոնական Ասիայի հետ կապված, ինչպիսին է լինելու Միացյալ Նահանգների վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ։ Քաղաքագետը այս մեծ գործընթացի հետ կապում է նաև հայ-ադրբեջանական խաղաղության process-ի դանդաղումը։ Պարզ է բացատրում Ռուսաստանի ու հավաքական արևմուտքի երկխոսությունից է կախված ում ազդեցության գոտին կլինի Հարավային Կովկասը եւ հետեւաբար նաեւ ում ձեռքին կլինի Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման ղեկը։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների ապագան ոչ Ադրբեջանի իշխանությունների կամքից է կախված, ոչ էլ առավելևս Հայաստանի իշխանությունների։ Խնդիրը միայն Ուկրաինան չի, ուկրաինական բանակցությունները միայն այդ հարցը չի լուծվելու։ Այդ բանակցությունների ընթացքում մեծ հաշվով որոշվելու է Ռուսաստանի ազդեցության գոտին։ Արդյոք Ռուսաստանի ազդեցության գոտին նախկին խորհրդային ողջ տարածքն է մեր բացյան հարաբերությունից բացի, եւ արդյոք Արևմուտքը դա ընդունում է։ Եթե Արևմուտքը դա ընդունում է, ուրեմն Ռուսաստանը կոշտ քայլերով վերադարձնելու է իր ազդեցության գոտի ամբողջ Հարավային Կովկասը եւ բնականաբար սկսելու է մեզանից շատ կոշտ քայլերով։ Միանշանակ ենթադրությունների համար խառը ժամանակներ են, ասում են փորձագետները, բայց նաեւ հավելում վճռորոշ փուլ է։ Հնդկաստանը եւ Պակիստանը մտադիր են առաջիկայում քննարկել նաեւ զորքերը սահմաններից դուրս բերելու հարցերը։ Հնդկաստանի բանակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է ռազմական հրամանատարների միջև ձեռք բերված միմյանց վրա չկրակելու եւ միմյանց հանդեպ ագրեսիվ եւ թշնամական գործողություններ չձեռնարկելու պայմանավորվածության մասին։ Որոշվել է բանակցությունների հաջորդ փուլում քննարկել նաեւ սահմաններին եւ առաջնագծում զորքերի կրճատման ապահովման հարցը։ Չինաստանում միանգամից 15 կիսակառույց երկնաքեր են քանդել, հիշեցնելով, որ շինհրապարակը սառեցվել էր դեռ 2013 թվականին։ Հնդկաստանի Փանջաբ նահանգի գյուղերում կեղծ ալկոհոլի գործածման պատճառով 15 մարդ է մահացել, թունավորվածներից 19-ն էլ տեղափոխել են հիվանդանոց։ Փանջաբի կառավարության խոսնակի տեղեկացմամբ հարուցվել է քրեական գործ, հիմնական 2 մատակարարները ձերբակալվել են։
Ռուսաստանը կարող է անցնել քառօրյա աշխատանքային շաբաթվա, դա կարող է հնարավոր դառնալ նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ։ Այս մասին ասել է Պետդումայի աշխատանքի հարցերի հանձնաժողովի ղեկավար Յարոսլավ Նիլովը։ Ժամանակի ընթացքում մենք կանցնենք քառօրյա աշխատանքային շաբաթվա, բայց առանց խիստ կանոնակարգերի, ամեն ինչ աստիճանական կլինի։ Պատգամավորը կարծում է, որ դա հնարավոր կլինի ճկուն զբաղվածության, այդ թվում հեռահար աշխատանքի, ինչպես նաև տեխնոլոգիաների եւ նոր լուծումների ավելի լայն կիրառման շնորհիվ։ Ավելի քան 53,000 հեկտար տարածք ընդգրկած անտառային հրդեհների պատճառով Բուրյաթիայում արտակարգ դրություն է հայտարարվել տեղական իշխանությունների տվյալներով հրդեհի պատճառը մարդկային գործոնն է։ Հարևան Անդերբայկալիայում նույնպես անտառային հրդեհներ են, այնտեղ գրանցվել է 47 հրդեհ 485,000 հեկտար տարածքում։ Կրթությունից աշխատանքը մեկ քայլ ապագա բարեգործական հիմնադրամի նախաձեռնությունն է, որի նպատակն է աջակցել ուսանողներին ձեռք բերելու մասնագիտական հմտություններ եւ ապահովել նրանց զբաղվածությունը։ Փորձում ենք այսպես ամբողջական փաթեթ տրամադրել ուսանողներին, այն է տրամադրել ուսման վճարի 80%-ը, այսինքն փոխհատուցել, ուսանողներին փորձում ենք ապահովել լավագույն գործընկեր կազմակերպություններում մասնագիտական պրակտիկայով։ Բացի այդ, ունենք թոփ մենեջերներ մեր գործընկեր կազմակերպություններում, ովքեր պատրաստակամ են ապահովել մասնագիտացված դասընթացներ ուսանողներին, որից հետո լավագույն ուսանողներին ընդգրկում ենք հենց համապատասխան կառույցներում հիմնական աշխատանքի։ Ծրագրում ներառված են Հայաստանի պետական եւ հավատարմագրված բուհերի 3-րդ եւ 4-րդ կուրսերի ուսանողները, ինչը նրանց պրակտիկայի եւ մասնագիտության վրա կենտրոնանալու հնարավորություն կտա։ Ավարտելուց հետո էլ ուսանողները կունենան աշխատանքային փորձ։ 2 տարիների ընթացքում ծրագրով աջակցել են 40 ուսանողի, որոնցից 32-ն արդեն ունեն հիմնական աշխատանք։ Բարեգործական հիմնադրամին գործընկերներ են միացել նաեւ կրթության եւ պետական գերատեսչություններից։ Մենք հանդիսանում ենք հարթակ, որտեղ որ ուսանողները կարող են իրենց կարողությունները զարգացնել եւ միևնույն ժամանակ մենք մտածում ենք մեր կադրային քաղաքականության փոփոխության մասին։ Այս փոխգործակցությունը բավականին էական արդյունքներ է տվել եւ մեր հիմնական մոտեցումը ոչ միայն մասնագիտական ուղղվածության վրա զարգացումն է, այլ նաեւ արժեքային հենքով առաջնորդվող երիտասարդների ներգրավումն է։ Մենք նախաձեռնել ենք շատ տարբեր բարեփոխումներ, տարբեր ուղղություններով եւ այդ բոլոր ուղղությունների ու փոփոխությունների հիմքում շատ կարեւորում ենք սոցիալական ոլորտի աշխատուժի հմտությունների զարգացումը, ապագա հիմնադրամի հետ համագործակցում ենք, որպեսզի սոցիալական աշխատողներ ներգրավվեն ծրագրում, շատ հուսով ենք, որ սոցիալական աշխատանքի բարձրագույն կրթություն ունեցող մեր երիտասարդները կներգրավվեն ծրագրում եւ նրանց հետ աշխատելով մենք կարողանանք մեր պետական սոցիալական ծրագրերը, ծառայությունները համալրել որակյալ կադրերով։ Հնգամսյա տևողությամբ ծրագիրը ուսանողներին թույլ է տալիս ստեղծել կամուրջ ակադեմիական կրթության եւ աշխատաշուկայի միջև, նպաստում է մասնագիտական զարգացմանը, խթանում երիտասարդների զբաղվածությունը եւ մեծացնում գործատուների ու ապագա մասնագետների կապը։ Արդյունավետության հիմքն էլ դասընթացների, պրակտիկայի եւ ֆինանսական աջակցության համադրությունն է։ Հակակոռուպցիոն կոմիտեում 2024 թվականին քննվել է 465-ով ավելի շատ վարույթ, քան 2023 թվականին։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն է ազգային ժողովում ամփոփում կոմիտեի նախորդ տարվա գործունեությունը։ 2024 թվականին նախորդ տարվա համեմատությամբ ավարտված վարույթների թիվն աճել է 313-ով։ 2023 թվականին ավարտվել է 536 վարույթ։ Այսինքն 2023 թվականի համեմատությամբ 2024 թվականի ընթացքում քննված վարույթների թիվն աճել է 25.5%-ով, իսկ ավարտված վարույթների թիվը 58.4%-ով։ Ընդհանուր առմամբ նախորդ տարի հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթում քննվել է 2289 քրեական վարույթ, որոնցից ավարտվել է 849։ Ավարտված վարույթներից 167-ը 374 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 682 վարույթ կարճվել է։ Դատարան ուղարկված քրեական վարույթները ըստ հանցագործությունների բնույթի եղել են ընտրությունների հետ կապված հանցագործություններ 1 վարույթ, 1 անձի վերաբերյալ հափշտակություններ 25 վարույթ 47 անձի վերաբերյալ, տնտեսական հանցագործություններ 1 վարույթ 2 անձի վերաբերյալ եւ այլ հանցագործություններ։ 2024 թվականի ընթացքում ավարտված, այսինքն դատարան ուղարկված եւ կարճված քրեական վարույթներով պատճառված կույկային վնասի ընդհանուր չափը կազմել է 4 միլիարդ 468 միլիոն 232 720 դրամ, որից պետությանը պատճառված վնաս 3 միլիարդ 802 միլիոն 132 612 դրամ։
Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 477 միլիոն 556,413 դրամը։ Ավելի քան 275 միլիոն դրամ արժողությամբ գույքի եւ դրամական միջոցների վրա էլ արգելանք է դրվել։ Նահապետյանի խոսքով 2023-ին քննիչների հաստիքները կրկնապատկվել են, ինչը հնարավորություն է տվել նվազեցնել շարունակվող ծանրաբեռնվածությունը։ Նրա խոսքով, եթե համալրեն առկա մոտ 11 թափուր հաստիքները, ծանրաբեռնվածության առումով ավելի լավ իրավիճակում կհայտնվեն։ Մի խումբ բեռնափոխադրողներ եւ կոնյակագործներ փորձել են հանդիպել Հայաստանում Վրաստանի դեսպանին պարզելու համար, թե ինչու է Ռուսաստանի կամ Մերձբալթյան երկրներ արտահանվող իրենց ալկոհոլային խմիչքները հիմնականում կոնյակը տարանցիկ երկրում Վրաստանում ստուգումների ենթարկվում։ Նրանք փորձել են պարզել, թե որն է բեռնատարներն օրերով կամ շաբաթներով պահելու խմիչքը փորձաքննության ենթարկելու իմաստը, եթե ապրանքը Վրաստանում չի վաճառվելու։ Բողոքի մասնակիցներին հանդիպած դեսպանատան ներկայացուցիչը խնդրել է ցուցակ ներկայացնել, թե որ ընկերություններն են դեսպանության առաջ հավաքվել, որից հետո միայն կհասկանան, թե որն է լինելու իրենց անելիքը։ Սովորական օր Երևանում ուժգին քամին փոշին ու աղբը օդ է հանել, քաղաքը պարուրել, վարդագույն քաղաքը գորշ մոխրագույն է։ Բնականաբար այն բոլոր հարյուրավոր շինհրապարակները եւ մոտ 3 տասնյակ բաց հանքերը, որոնք որ կան Երևանում եւ նրա շրջակայքում, այդ տարածքներից չկառավարվող փոշին բարձրացել է երկինք եւ տարածել բնական է պետք է լինի, որովհետեւ դա մենք ենք հասցրել այդ օրին։ Նոր օրենք էր, որ պիտի հատուկ ցանցերով շենքերը փակեն։ Քանի տեղ կարող եք ցանցապատ շենք տեսնել, շատ քիչ։ Այսինքն այն նորմերը, որ տալիս է եւ Քաշինը, քաղաքապետարանը, այդ ամեն ինչը չի իրագործում։ Փոշու հարցում հասել ու հատել են հնարավոր ու անհնար կարմիր գծերը, բնապահպաններն այս ահազանգը տևական ժամանակ է հնչեցնում են։ Մասնագետները պնդում են, Երևանի հատկապես կենտրոնական տարածքներում շնչելը խիստ վտանգավոր է դարձել։ Այստեղ հիշենք, որ ամիսներ առաջ օրինակ Պարոնյան փողոցում առցանց տարբեր հարթակներ հորդորում էին ոչ ավելի, ոչ պակաս հակագազ կրել։ Փոշին բնականաբար շատ վտանգավոր է, որովհետև իր մեջ ծանր մետաղներ ու ինչ ասես պարունակում է, որ փոշին շնչում են մեր երեխաները։ Արդյունքը գնալու է այնտեղ, որ Երևանում ապրող մարդու ընդհանուր գլոբալ վերցրած կյանքը ավելի կարճ է լինելու։ Էկոլոգիական ճգնաժամը հաղթահարելու համար ըստ փորձագետների նախհստակեցնել է պետք պատասխանատու կառույցները։ Չմոռանանք նաև կլիմայական փոփոխությունները։ Խնդիրն արձանագրելուց բացի քայլ-քայլ հաշվարկենք ինչ ենք անում։ Եթե մենք ուզում ենք այդ խնդիրը լուծվի, մինչև անտառապաշտպան շերտերը չվերականգնեն Երևանի ու ամեն ինչը որ արվում է, այդ հանքեր, շինարարություն եւ այլն, այդ շարունակի ոչ մի խնդիր հնարավոր չի լուծել։ Փրկարար ծառայությունն էլ իդեպ հաղորդում է, որ 3 ուժգին քամու հետևանքով 57 արտակարգ դեպք են գրանցել երկրում, որից 44-ը միայն Երևանում։ Տանիքների թիթեղներ, հեղեղատար խողովակներ են վնասվել, ծառեր տապալվել, ահա դրանցից մեկը մինչև վերջին արմատը կտրվել է։ Լոռու մարզում Արջուտ գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Բարձրավոլտ էլեկտրասյան լարերը պոկվել ու ընկել են այն հատվածում, որտեղ հովիվը խոշոր եղջերավոր անասուն է արածացնելիս եղել։ Տղամարդը էլեկտրահարվելու հետևանքով մահացել է, մի քանի խոշոր եղջերավոր անասուն էլ սատկել։ Դեպքի վայրեն ժամանը քրեական ոստիկանության վարչության պետ Խորեն Բարխոյանը, ժամանել է Գուգարքի բաժնի պետը։ Փրկարարծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարներն են ժամանել, նաև ոստիկանության բարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի բարեկները։ Սատկել են նաև խոշոր եղջերավոր 8 անասուններ, դեպքի մասին ոստիկանության Գուգարքի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։ Մայիսի 13-ին Շիրակի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել Լուսախպյուր գյուղի մոտ Ախուրյանի ջրամբարում քաղաքացի է ջրահեղձ եղել։ Պարզվել է, որ Շիրակի մարզի 35-ամյա բնակիչը հոր հետ այցելել է Սմավերդի լիճ կոչվող ջրամբար, ընկել է ջրամբարը, ժամանել են անի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի բարեկները, Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարները։ Ավելի ուշ ջրասուզակը հայտնաբերել է քաղաքացու դին եւ այն դուրս բերել ափ։
Մայիսի 13-ին Հրաչյա Քոչար եւ Փափազյան փողոցների խաչմերուկում բախվել են 24-ամյա Արսենի Ինֆինիտին եւ 30-ամյա Էրիկի Տոյոտան։ Բախման հետևանքով Ինֆինիտին դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել խաչմերուկը կարգավորող լուսակիրն ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում բախվելով ծառին։ Երկու վարորդներն ու Տոյոտայի 22-ամյա ուղևորը տեղափոխվել են Հրացու անվան առաջին համալսարանական հիվանդանոց։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվ են գործել Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի բարեկները։ Օպերատիվ են գործել Երկհաղլույս ընկերության եւ լուսակիրների խնդրով զբաղվող կազմակերպության ներկայացուցիչները։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխել են, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, բան չի եղել։ Մայիսի 13-ին Աճարյան Ծարավաղբյուր փողոցների խաչմերուկում բախվել են 41-ամյա Հարությունի Կիան եւ 35-ամյա Մելիքի Նիսան Տիդան։ Բախման հետևանքով Կիան դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ հայտնվել մայթին, բախվելով պատին։ Օպերատիվորեն ժամանել է Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից, ասելով, որ իրենք չեն տուժել։ Օպերատիվ են գործել ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի բարեկները։ Մայիսի 12-ին Գառնի գյուղի սկզբնամասում ճակատի բախվել են Սուզուկին եւ Օփելը։ 3 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Գառնու առողջության ամբուլատոր կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի բարեկները։ Վթարի մասին տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։ Եղվարդ քաղաքի սկզբնամասում էլ 33-ամյա Լուսինեն Լեքսուսով բախվել է մեքենայի առջև հայտնված ձիուն, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց եւ բախվել Երկաթե Էլեկտրասյանը։ Հղիձին վնասվածքներ է ստացել։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի բարեկները։ Վթարի հետևանքով տուժած քաղաքացի չկա։ Եվ Գագիկ Շամշյանը ֆիքսել է ինչպես է Արարատի մարզում Ջրաշեն գյուղում բեռնատարը շահագործվում ոչ թե բեր տեղափոխելու համար, այլ մարդկանց։